Ինչ կա ծիծաղելու։ Ուղղակի մտածեցի մի կատակի մասին։ Չեք ուզում պատմել։ Չեք հասկանա։ Հումոր, որը մենք չենք հասկանա։ Ինչ էր մտածել Արթուր Ֆլեքը, որ այդպես էլ չասեց։ Այդ ամենի ամենահավանական պատճառն այն էր, որ դա արդեն մեզ ասվել էր։ Ու հասկանալու համար, թե որն էր Թոդ Ֆիլիփսի Ջոկերում հիմնական մեսիջը, առաջարկում եմ մանրակրկիտ վերանայել բոլոր կարևոր դետալները։ Այնտեղ հաճախ է խոսվում հումորի մասին, հատուկ շեշտվում, որ դա սուբյեկտիվ բան է։ Մենք իմանում ենք, որ Ֆլեքը դեռ մանկուց է ցանկացել ստենդափ արտիստ դառնալ, քանի որ մայրը մշտապես ասել է, որ նա ծնվել է մարդկանց ժպիտ պարգևելու համար։ Սակայն հաշվի առնելով նրա տարօրինակ հիվանդությունը, ծիծաղ, որն առաջանում է տխրության ժամանակ, այս հակասությունը մեզ լուրջ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ ենթատեքստ ուներ վերջին Ջոկերն իր ֆիլմով։ Մենք տեսնում ենք էմոցիաները կորցրած մի ծաղրածուի, ով հակառակ իր անգույն կյանքին փորձում է գույն տալ մյուսներին, ու բացի իր հիվանդությունից նա ունի մեկ այլ ավելի մեծ խնդիր։ Իսկ ո՞րն է այդ խնդիրը։ Նկատվելը։ Ոչ մոր, ոչ հոր եւ ոչ էլ հասարակության կողմից նրա կյանքում դա տեղի չի ունեցել ու չի ունենում։ Հեղինակները ֆիլմում անգամ հումորային կերպով են դրան անդրադառնում, անգամ հիվանդանոցի դռների դահլիճը նրան չի նկատում ու չի բացվում։ Միթե այդքան պատճառներն են Արթուրին դարձնում Ջոկեր։ Դե իհարկե ոչ։ Ինչ է հայտնում մամուլը ֆիլմի սկզբում, որ այդ ամբողջ քաղաքն աղբի մեջ կորած է։ Այսօր աղբի գործադուլի 18-րդ օրն է եւ ամեն օր քաղաքի փողոցներում կուտակում է 10-ական տոննա հող։ Առողջապահության դեպարտամենտի տնօրեն Էդվարդ Օրոկը հայտարարել է արտակարգ իրավիճակը։ Ու այդ ամենի պատասխանատուները իշխանություններն են։ Եվ նրանց թերությունները կոծկելու համար հեռուստաշոուով առնետների չափսերի մասին, որն այդ պահին շատ լուրջ խնդիր է, կատակներ է արվում։ Եվ այսպես դուք բոլորդ լսել եք Գոթեմի սուպեր առնետների մասին, այդպես չէ։ Թե ինչ, այսօր քաղաքապետն ասաց, որ նա ունի լուծում։ Սուպեր կատուներ։ Ու ինչ է հաջորդում այդ հանգամանքին։ Արթուրին բուժող բժիշկն ասում է, որ նրանք, ովքեր պատասխանատու են քաղաքի համար, թքած ունեն այդ ամենի վրա։ Նրանք թքած ունեն քո նմանների վրա, Արթուր։ Առավել եւս նրանք թքած ունեն իմ նմանների վրա։ Սակայն դա ամբողջական չի կարող արդարացնել նրա անգործությունը, միայն իշխանությունների վրա գցելով, որովհետև այն անտարբերությունը, որ Գոթեմ քաղաքում է, նրան էլ է բաժին հասել։ Չէ՞ որ անգամ հենց ինքը Արթուրն է նկատում, որ բուժքույրն իր վրա թքած ունի։ Դուք չեք լսում, չէ՞։ Դժվար թե դուք ընդհանրապես ինձ լսած լինեք։ Փաստացի մենք տեսնում ենք, որ նրան անպատճառ փողոցում երեխաները ծեծում են, ծաղրում, կոտրում իր գովազդային վահանակը։ Միթե նորմալ է նրանց վարքագիծը։ Իսկ ամենայն հավանականությամբ մի հանցագործ, շատ լավ իմանալով իրավիճակը, Արթուրին տալիս է սեփական ատրճանակը իր վրայից հետքեր մաքրելու համար։ Վերցրու։ Սա քեզ։ Դու պետք է պաշտպանես քեզ։ Ռենդլ։ Ինչ չի կարելի զենք կրել։ Գումարած այդ բոլոր անարդարություններին, վերադասն իրեն է մեղադրում գովազդային պաստառը գողանալու մեջ։ Որովհետև ինձ ծեծել են։ Դու չես լսել այդ մասին։ Պաստառի համար հիմարություն։ Դա ոչ մի իմաստ չունի։ Իմ ինչին է պետք այդ պաստառը գողանալ։ Ես գրողատանի որտեղից գիտեմ, եթե դու չվերադարձ։ Այսքանից հետո միթե կարծում եք այդ ամբողջ պատմության մեջ
միայն Ջոկերն էր խելագարվել, կամ նա էր միակ հրեշը։ Երևի հենց այս հարցն են ցանկացել բարձրաձայնել ֆիլմի ստեղծողները, ու դա ասում են հերոսի շուրթերով։ Խնդիրն իմ մեջ է, թե ամբողջ աշխարհն է խելագարվում։ Եկեք ավելի խորանանք դետալների մեջ, հասկանալու համար ինչ է կատարվում այդ քաղաքում ու ինչ հանգամանքներում է ծնվում Ջոկերը։ Միթե նորմալ են դրսևորում իրենց գնացքի միջի տղաները։ Դա խոսում է մի բանի մասին, որ քաղաքի բնակիչները նույնպես կորցրել են ինքնատիրապետումը։ Անգամ չեն գնահատում իրավիճակը, տեսնելով ակնհայտ խելագարին շարունակում են ծաղրել եւ ստորացնել։ Սցենարիստների կողմից շատ գրագետ է արված այն պահը, որ նրանք այդ անգործ իշխանությունների հետ կապ ունեն, ու հենց դա էլ դառնում է ամենակարևոր զարգացման հատվածը ֆիլմի։ Ուշադիր լսեք Վեյնի հայտարարությունը այդ ողբերգության մասին։ Հիմքեր կան մտածելու, որ սա քաղաքում սկզբնավորում է հարուստ քաղաքացիների դեմ բացասական տրամադրվածության հալիք։ Այնպիսի տպավորություն է, որ հասարակության պակաս հաջողակ մասնակիցները մարդասպանի կողմից են։ Այո, Ինչու է այս դեպքը Վեյնի կողմից առաջին անհնազանդությունը դիտարկվում։ Ինչու է նա միանգամից սլակներն իր կողմ ուղղում ու չի դիտարկում դեպքի այլ հանգամանք։ Քանի որ նա գիտի ինչ է անում ու ինչ կարող է իրեն սպասվել։ Իսկ Արթուր Ֆլեքը չգիտակցելով, թե ինչի սիմվոլ է դառնում, իրականում պարզապես փախչում էր դեպքի վայրից։ Նա գաղափար անգամ չուներ, որ իր արարքից Գոթեմ քաղաքում մեծ բողոք է սկսվելու գործող համակարգի դեմ։ Եվ միակ գունավոր բանն այս ամենի մեջ Մյուրեյի շոուն է։ Սակայն ինչ է անում նա, այն նույն Մյուրեյը, որով հիացած էր Ֆլեքը։ Նա իրեն բարձրացնելու համար ծաղրանքի առարկա է դարձնում խնդիրներ ունեցող ստենդափերին։ Երբ Արթուրը հրավիրվում է շոուին մասնակցելու, նա Մյուրեյին հիշեցնում է իր մականունի մասին, սակայն նա այնքան է տարված իր փառքով եւ շոուով, որ անգամ մոռացել է, որ ինքն է կնքահայրը Ջոկերի։ դուք հիշում եք, ես չգիտեմ։ Դե ոնց կասես տղա ջան, թող լինի Ջոկեր։ Լավ, շնորհակալ եմ։ Հարց, որն ուղեց Ջոկերը Մյուրեյին, իսկ նա շատ լավ հասկանալով ինչ նկատի ունի, ցանկանում է խուսափել պատասխանից, քանի որ ինքն էլ մաքուր չէ։ Ստացվում է Ջոկերը ծնվեց անտարբերությունից, համեմատվեց աղբի հետ, չնկատվեց, չսիրվեց, բացահայտ հոր կողմից չընդունվեց եւ հասարակության կողմից ծաղրանքի առարկա դարձավ։ Ռեժիսորը ֆիլմում զուգահեռ ցույց է տալիս այդ փոքրիկ մարդու երազանքները, ընտանիքի, կարիերայի մասին, կամ ինչպիսի համերաշխ եւ սիրող եղբայրներ կարող էին լինել Արթուրն ու Բրյուսը, եթե կյանքն այդպիսի չար կատակ չխաղար Արթուր Ֆլեքի հետ։ Եվ հենց այս չար կատակի մասին էր ասում նա, որը չի հասկանա նրա հոգեբանը կամ հանդիսատեսը։ Նրա ծիծաղը հիվանդություն էր, ինչն էլ խոսում էր շատ հստակ, որ նա երջանիկ չի կարող լինել։ Արթուրը փոքր, անտեսված ու օգտագործված մարդ էր, իսկ Ջոկերը նրա կայացրած պատասխանը, որն ասում էր. «Վերջ, ես նկատվում եմ»։ Ինչպես կարող է ծիծաղը լինել հիվանդություն։ Կարծում եմ լավ է մտածված հեղինակների կողմից, որպեսզի մեզ ավելի լավ հասկացնեն այս ամենի իմաստը։ Իսկ նրա կատակը այդ ամբողջ քաոսն էր, որը նա ստեղծեց ու կառավարեց իր ձևով։ Եվ այսպիսով ստացվում է, որ Ջոկերի խելահեղությունը միայն նրանը չէր, դա այդ ամբողջ կործանվող քաղաքինն էր։ Ու դրա վառ ապացույցներից է այն, որ ասվում է ֆիլմում։ Մենք բոլորս ենք ծաղրածուներ։ Փաստացի մետրոյի դեպքից հետո է պարզ դառնում, թե իրպես անտեսված եւ խելագարված անհատները որքան են գերակշռում այդ քաղաքում։ Կարծում եմ սա ֆիլմ էր նրա դեմ, թե ինչ հետևանքներ ունեն մեր քայլերը, թե ինչ կարող է ստեղծել անտարբերությունը, ընչաքաղցությունը եւ փառասիրությունը։ Սա թեորիան էր։ Մեր թեորիան Ջոկերը ֆիլմի մասին։ Եթե հավանեցիք, կարող եք բաժանորդագրվել կինոոն ալիքին, գրել մեկնաբանություններ, անգամ եթե ունեք առարկություններ, մենք մեծ սիրով կընթերցենք դրանք։ Հերիք են մեզ քո կատակները։ Ինչ կստանաս, եթե միայնակ հոգեկան հիվանդին խառնես հասարակությանը, որը լքել է նրան եւ վարվում է նրա հետ ինչպես աղբի։ Ոստիկանություն կանչի։